Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվեց կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման զեկույցը։ Այսօր այստեղ էին իրավապահ կառույցների ներկայացուցիչները, նիստերը հիմնականում փակ էին, բայց լրագրողները նիստերից հետո կարողանում էին հարցեր ուղղել իրավապահ կառույցների ղեկավարներին։ Կարճ 1-2 հարցի պատասխանեց ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որը իր նշանակումից հետո լրագրողների հետ որևէ հարց ու պատասխան չի ունեցել։ Անդրանիկ Սիմոնյանը այսօր անդրադարձավ 1-2 հարցի, ինչպես արդեն նշեցի, եւ ըստ էության այդ հարցերից մեկը, որ մենք ուղղեցինք նրան, վերաբերվում էր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին եւ կաթողիկոսին ուղղված վարչապետի մեղադրանքներին, որ նրանք արտաքին ազդեցության տարբեր ուժերի հետ կապ ունեն, եւ այս հարցերին ի պատասխան Անդրանիկ Սիմոնյանը կաթողիկոսի մասին խոսելիս օգտագործեց նրա աշխարհիկ անունը։ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը սովետական միության KGB-ի գործակալ է եղել եւ այդ փաստը քաղաքական գործիչ չէ։ Դուք ինչպես եք Կտրիչ Ներսիսյանն զվարճեցին օգտագործել։ Ես անգամ այդպես Սիմոնյան, այսպես դուք անաչի չեք ստացվում է, դուք քաղաքական կոնկրետ գիծ եք սպասարկում։ Պարոն Սիմոնյան, դուք եք միացել Փաշինյանի եկեղեցի հայտնի դուք քաղաքական կոնկրետ կողմնորոշում ունեք, այո։ Իրավապահ մյուս մարմինների, նաև պաշտպանության նախարարության ղեկավարները այսօր անդրադարձան վարչապետի երեկվա հայտարարությանը։ Հիշեցնեմ, երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ եթե իրենց թիմը չընտրվի խորհրդարանական ընտրություններին, ապա աշնանը Հայաստանին սպառնում է պատերազմ։ Այս հարցը նախ ուղղեցինք ներքին գործերի նախարարին, փորձելով հասկանալ, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ընդդիմադիրների որ հայտարարություններն են տվյալներ պարունակում կամ որ հայտարարություններն են այդպես վտանգներով լի, որոնք կարող են դառնալ Հայաստանի նկատմամբ հարձակման առիթ։ Նախարարը ըստ էության ասաց, որ նման տվյալներ չկան։ Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որ ըստ էության կա այս պայծրությամբ քաղաքական դաշտում եւ քաղաքական արձագանք է նաեւ տալիս որպես երկրի ղեկավար եւ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար նրան հանդես կգա հաղորդագրություն։ Կարծում եմ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին եւ վստահ եք, որ շատ ուժեր, այնպիսի մտքեր եւ այնպիսի հայտարարություններ են նաեւ հնչեցնում, որոնք այո, հակադարձում են հաստատված խաղաղությանը եւ կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել եւ ինչը բնական է։ Աստորեն տվյալներ չկան, տիկին նախարար, միայն քաղաքական։ Ես նշեցի, որ կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական եւ իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարերի դեպքում կտա արդեն նաեւ իրավական գնահատական։ Հաջորդ այս հարցին անդրադարձավ պաշտպանության նախարարը, նաեւս խոսեց այն մասին, որ այս հայտարարությունները քաղաքական բնույթի են։ Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին քաղաքական ուժերին, ընդդիմադիր քաղաքական ուժերին մեղադրեց Հայաստանի տարածքից դուրս հավակնություններ ունենալու մեջ եւ սրա վերաբերյալ իր մեկնաբանությունները արեց։ Ես նշեմ, որ ընդդիմադիր այն ուժերը, որոնք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում, պարբերաբար են հայտարարում, որ իրենք չեն չեղարկելու այն պայմանավորվածությունները, որոնք Հայաստանը Ադրբեջանի հետ ձեռք է բերել, նաև շեշտում են, որ չեն հետապնդելու Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը։ Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։ Այսինքն նոր բան էստեղ ասել, կարիք չկա։ Ո՞վ է ասել, որ տարածքային պահանջ կա կողքի երկրներից, որ հայտարարությունը կոնկրետ դուք կհամարեք։ Բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է, ես ղեկավարում եմ շարժում,
որը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Բայց ով է ասում, որ պետք է շարունակվի ընդդիմությունից, դա եմ հարցը։ Գրեթե բոլորը։ Չէ, Հարց ուղեք։ Այսինքն քաղաքական գնահատականներ են դրանք։ Դա քաղաքական գնահատական չի։ Այդ քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու։ Չէ, նկատի ունեմ վարչապետի պնդումը պատերազմի մասին, քաղաքական գնահատականներ են, ոչ մի փաստական։ Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը վերելու է պատերազմ, նոր բան չեմ ասում։ Այստեղ էր նաև արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Քրիստինե Գրիգորյանը, սակայն հրաժարվեց լրագրողների հետ զրույցից եւ կարճ մեկնաբանություն արեց վարչապետի երեկվա հայտարարության վերաբերյալ եւ հեռացավ։ Աշնան ինչ պատերազմ եք կանխատեսում վարչապետը։ Կա այդպիսի վտանգ։ Վարչապետի խոսքը պետք չի խեղաթյուրել։ Չեք եւ չեք շփվում մամուլի հետ։ Խորհրդարանական հանձնաժողովներում կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցը արդեն հաջորդ շաբաթ կքննարկվի լիագումար նիստերի ընթացքում։